191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նախ ասեմ, որ մեր YouTube-յան ալիքի մոնետիզացիան արդեն մի քանի շաբաթ է ինչ դադարեցվել է։ Ըստ երևույթին Հայաստանից չափազանց իրազեկ քաղաքացիների հուշումով կամ հորդորով հիմա ամեն դեպքում չկա, դադարեցված է դա, այնպես որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն եւ հնարավորություն ունեն, կարող են աջակցել մեր ալիքին, ինչեր է։ Հիմա առաջին թեման, այս օրերի թերևս ամենասկանդալային թեման Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն էր Սյունիքում նախընտրական այցի շրջանակներում, որտեղ նա այսպես շատ ոգևորված հայտարարում էր, որ Արցախը երբեք էլ մերը չի եղել, որ մերն ա եղել ինչ են, այնտեղ որ չենք ապրել, ոչինչ չենք կառուցել, ինչ էլ կառուցել ենք, չկառուցածի հաշվի եւ այլն, ինչ էլ ավելի լավ է ինքներդ նայեք ելույթի այդ հատվածը։ Բա այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը։ Բա նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Ղարաբաղը, Արցախը, բա վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մերը եղել։ Ինչով մեկ բացատրեք, ինչով այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր ինչով է մերը եղել։ Մարդը փաստորեն ասում է իր տրամաբանությամբ, ստացվում է, որ ասենք Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում ամառասու որ դպրոց էր կառուցում, ինքը Ադրբեջանում էր կառուցում այդ դպրոցը։ Կամ ասենք նույն 5-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը էլի հայերը Ադրբեջանի տարածքում են կառուցել, մտածել են դե լավ, բարի, այսպես բարեկիրթ հարևան է, ինչի միայն մեր տարածքում կառուցենք, հա եկեք մի քանի եկեղեցի չափսոսենք իրենց տարածքում, կառուցենք Ադրբեջանի տարածքում։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ այսպես է ստացվում։ Բայց հարց է ծագում, թե ինչ են այդպես ասում։ Նա չի ասում, գիտեք, Արցախը մերն էր, հայկական էր, ափսոս չկարողացանք պահել։ Չէ, ասում են մերը չի, որտեղ եթե ասել որ մերն էր, չկարողացանք պահել հայկական, հարց պիտի առաջանա, այդ ոնց եղավ, որ 3000 տարի հայկական էր, հանկարծ հիմա չկարողացանք պահել եւ ում օրոք դա տեղի ունեցավ ամենակարևորը։ Դրա համար ինքը ասում է մերը չէր, որպեսզի այդ մեղքը իր վրայից հեռու մղի, հա։ Այդպիսի հայտնի անեկդոտ կա, չէ, երբ մեկը այսպես աշխիտակը կապտած, մի քանի ատամ ջարդած, փողոցում հանդիպում է ընկերոջ ասում է Ես ինչ է պատել, ես ինչ վիճակում ես, կարող է հարևանդ ձեծել, ասում է, չէ, ես ինչ ես ասում, հարևանից հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, շատ բարեկիրթ հարևան է, ջերմ, խաղաղ, այսպես ապրում ենք, այդ մի քանի ատամներ ես ստենես պիտի քաշի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մոտավորապես սա է ասում եւ ասում է մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել, ու տարօրինակն այն է, որ դա ասում է հենց այն մարզում, որտեղ նույն օրը պարզվում է, որ էթնիկ ադրբեջանցիները Շինուհայր գյուղում դպրոց էին կառուցում եւ դա էլ բացահայտվել է միայն այն պատճառով, որ վթարի էին ենթարկվել։ Ինչեր է, հիմա երկրորդ այսօր իմ կարծիքով նույնքան կարևոր, նույնիսկ ավելի կարևոր հարցը Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալ, դուրս չգալու այդ խնդիրը, որը այդ հարցը բարձրացրեց ընդ որում Ռուսաստանի նախագահը եւ բարձրացրեց փաստացի վերջնագրային տարբերակով, ասեց որ դե այլևս չի կարող այդպես շարունակվել, թող իրենք հստակեցնեն իրենց դիրքորոշումը, ասեց իհարկե իրենց գործում, բայց լավ կլինի հանրակրվի անեն։ Եվ այդ հարցը ի վերջո հստակեցնեն, որպեսզի հասկանանք միասին ճանապարհը, մեր ճանապարհը շարունակում ենք, թե չենք շարունակում եւ մայիսի 28-29-ին էլ Աստանայում այդ հարցը իրենք քննարկելու են, թեև այնտեղ Հայաստանը առաջին դեմքի մակարդակով ներկա չի լինելու։ Ընդ որում Ռուսաստանի նախագահը նաև շատ հստակ քաղաքավոր այսպես ժպիտով բացահայտ սպառնալիքով ուղղակի ասում են, որ գիտեք, դե մեր առևտրաշրջանառությունը $7 միլիարդ է, իջել է, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 29 միլիարդ է, դա ահռելի թիվ է եւ այլ, այսինքն հասկացնում են, որ այդ կարող է Հայաստանի համար ծանր հետևանքներ ունենալ, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Եվ Նիկոլ Փաշինյանը նույն Սյունիքում անդրադարձավ նաեւ այդ հարցին եւ ասաց, որ մեծ հաշվով դա մեր որոշումն է, դա մենք ենք որոշելու,
եւ ընդհանրապես երբ որ որոշման պահը գա, մենք դա այդ որոշումը կկայացնենք, առայժմ այդ պահը չի եկել, մի խոսքով, էլի ավելի լավ է լսենք ելույթի այդ հատվածը եւ շարունակենք։ Էլ եմ ասում, եթե մենք գնահատենք, որ մեր որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն, որ որոշում կայացնելու, որտեղ դա ի վերջո մեր որոշումն է, չէ։ Մենք ավելի լավ գիտենք, երբ է այդ որոշում կայացնելու պահը։ Փաստն այն է, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, փաստն այն է, որ մենք ընդունել ենք եւ Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, եւ փաստն այն է, որ այդ երկու փաստը համատեղ իրար հետ գոյություն ունեն։ Այդ նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար հետ համատեղ գոյություն կարող են ունենալ եւ երեք էլ գոյություն ունեն այդ փաստերը իրար հետ, այսօր էլ գոյություն ունեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ասացի մեջ երկու մանիպուլյատիվ պահ կա կարևոր։ Առաջին ինքը ասում է, դե դա մեր որոշելիք հարցն է, երբ հարմար կգտնենք, կորոշենք, ընդ որում ասում է, որ առայժմ դա ստացվել է, միջև փաստն այն է, որ դա ստացվել է եւ լինելի ԱՏՄ անդամ եւ նպատակ ունենալ Եվրամիություն մտնել, միջև հիմա ստացվել է, այսօր էլ ստացվում է, մեստեղ որն է մանիպուլյացիան։ Նախ դա այլևս միայն մեր գործը չի, ցավոք սրտի։ Միջև հիմա մեր գործն է, որովհետեւ ասում էին ժամանակի ընթացքում, հիմա ասում են չէ, այլևս միայն ձեր գործը չի։ Հստակեցրենք, որպեսզի մենք որոշում կայացնենք, որտեղ դա արդեն մեր գործն է։ Սա մեր։ Երկրորդն էլ, եթե ինչ-որ մի բան միջև հիմա ստացվել է, դա չի նշանակում բնականաբար, որ հետո էլ կստացվի, այնտեղից պարզ ասում են, վերջ, արդեն երկու աթոռի վրա նստելու ժամանակը սպառվել է։ Սա առաջին մանիպուլյացիան է, եւ երկրորդը ավելի կարևորը, Նիկոլ Փաշինյանը հարցը այսպես է ներկայացնում, ասում է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, բայց ձգտում ենք դեպի Եվրամիություն, այսպիսով հարցը ներկայացնում է այնպես, թե իբր ընտրությունը հետեւյալի միջև է, կամ մենք մնում ենք ԵԱՏՄ-ում, կամ դուրս ենք գալիս եւ մտնում ենք Եվրամիություն։ Ցավոք սրտի դա այդպես չի։ Թեև այս քարոզչական այս թողուբոյի մեջ հարցը հենց այդպես էլ ընկալվում է։ Եվ սկսում են քննարկել, թե որն է ավելի լավ, ԵԱՏՄ-ն է ավելի լավ, թե Եվրամիությունն է ավելի լավ։ Դա իմաստ ունենալ քննարկել, եթե Եվրամիություն մտնելու հեռանկարը իրատեսական լինի։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ դա չի լինելու այդպես, հասկանում են եւ Եվրամիությունում, եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում։ Հասկանում են, որ Եվրամիության հեռանկարը այդ տեսլականը, ինչպես ասում են, դա թակարդի միջի պանիր է։ Հետևաբար բացարձակապես իմաստ չունի քննարկել այդ պանիրի որակները։ Ասեն տեսեք ինչ լավն է Եվրամիությունը, հա, ասեն տեսեք փայլուն, ոսկեգույն, հələ տեսեք այդ անցքերը պանիրի վրա, բույրը, ինչ իմաստ ունի դա քննարկել, եթե դա թակարդի մեջ է։ Այսինքն մենք միևնույն է դրան չենք հասնելու։ Բայց իրականում վիճակն այնպեսին, որ մեր ընտրությունը ոչ թե ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև է, որ այնտեղից դուրս գանք մտնենք այնտեղ։ Մեր ընտրությունը հետեւյալն է, մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, թե մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս։ Եվ երբ որ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, որտեղ ենք հայտնվում։ Սա է խնդիրը։ Եվ որտեղ ենք հայտնվում, հասկանալի է, չէ, որ այն տնտեսական ռիսկերը, որ լինելու են, որոնք հանգեցնելու են սոցիալական խնդիրների, դեմոգրաֆիկ խնդիրների, Եվրամիությունը այդ հարցը չի լուծելու։ Անվտանգության մասին ընդհանրապես չեմ խոսում, նրանք ասում են, այդտեղ բաղադրիչ չկա այնպեսի։ Հիմա այդ հարցերը մենք ո՞նց ենք լուծելու։ Լուծելու ենք ըստ իշխանությունների Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Որը մեկը չի մտածում, չէ, որ Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը մեզ գումարներ կտան, որպեսզի Իրանի հետ նավթամուղ կառուցենք ու գազամուղ կառուցենք։ Հասկանալի չէ, թույլ չեն տալու։ Հետևաբար հույսը, ակնկալիքը այն է, որ Հայաստանը պիտի այդ խնդիրները լուծի Ադրբեջանի միջոցով եւ արտաքին շուկայի հարցը լուծի Թուրքիայի միջոցով, էներգակիրները այնտեղից, հա շուկան այնտեղից։ Տեսականորեն դա հնարավոր է գուցե։
պետք է ինչքան ժամանակ կտևի, չեմ ուզում քննարկել եւ վրացական տարբերակներ քննարկելը անիմաստ է, որովհետեւ այ մեզ ասում են, բա ոնց է Վրաստանը անում, տեսեք Ադրբեջանը նրան մատչելի գներով գազ է վաճառում, այնտեղ խնդիր չկա, այո իսկապես են մատչելի գներով գազ է վաճառում, որովհետեւ կախվածությունն է նրա տրանզիտային ուղիներից։ Ավելին Վրաստանի տարածքով անցնող գազի, եթե չեմ ցավում 5%-ը որպես տրանզիտի գումար տրվում է Վրաստանին։ Հայաստանը այդպիսի տրանզիտային հեռանկարներ չունի։ Եթե անգամ ունենա էլ հարց է չէ ցակում, իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան մեզանից ինչ գին են պահանջելու, եթե մեր կախվածությունը այդ երկու երկրներից ավելի մեծանա։ Ակնկալել, որ նրանք մեր սիրուն աչքերի համար են դա անելու, կարծում եմ պետք չի հերթական անգամ խաբվել դրան եւ պետք էլ չի հույս ունենալ թե Վրաստանի օրինակով մեզ էլ դա կհաջողվի, որովհետեւ մեր եւ Վրաստանի միջև շատ ահռելի տարբերություններ կան։ Երկու ամենակարևոր տարբերությունները են, բացի նրանից որ Վրաստանը ծով ունի, պարզապես Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև զուտ աշխարհագրորեն Հայաստանն է գտնվում եւ ոչ թե Վրաստանը։ Այսինքն այդ երկու երկրներին իրարից կտրում է Հայաստանը եւ ոչ թե Վրաստանը։ Նրանց միջև Վրաստանը չի, նրանց միջև Հայաստանն է։ Եվ նրանք երբեք Վրաստանին չեն անվանում անիծյալ սեպ, որտեղ այդ սեպը չկա, նրանք անիծյալ սեպ անվանում են Հայաստանին։ Պարզ ասած Վրաստանի գոյությունը իրենց չի խանգարում։ Հայաստանի գոյությունը իրենց խանգարում է։ Այդ դրա համար էլ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր ռիսկերը մենք կարգավորելու ենք, փոխհատուցելու ենք Ադրբեջանի միջոցով, կստացվի, իհարկե կստացվի։ Պարզապես նրանք դրա համար ահռելի գին են ուզելու, հսկայական գին են ուզելու։ Բայց իշխանությունները այնպես են ներկայացնում, որ չէ, ինչ Ադրբեջան, ինչ Թուրքիա, մենք Եվրամիություն ենք գնում, չէ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալով Եվրամիություն չենք մտնելու։ Մենք մտնելու ենք թուրք-ադրբեջանական տնտեսական համակարգի մեջ, որպես ամենախոցելի, ամենաթույլ եւ ամենակախված օղակ։ Սա է իրողությունը ցավոք սրտի։ Բայց իշխանությունները իհարկե դա ներկայացնում են որպես փայլուն եվրոպական հեռանկար, որ հնարավոր ինչ որ պահի անգամ վիզաները ազատականացնեն եւ այլն եւ այլն։ Կարծում եմ այս երկու ամենակարևոր հարցերն են, որ պիտի քաղաքական ուժերը այս նախընտրական շրջանը օգտագործեն եւ փորձեն հասանելի դարձնել մարդկանց։ Ոչ թե այդ էմոցիոնալով ինչպես ինչ որ բան կերավ, ինչ արեց, դա չէ։ Պարզապես բարձրացնել այս հարցերը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի միջև են ընտրություն կատարելու։ Ոչ թե ընտրություն են կատարելու, չգիտեմ, գրագետ հայերեն խոսողի կամ անգրագետ խոսողի միջև։ Ոչ թե անկիրթի եւ չգիտեմ կոռումպացվածի, թե հողատու դավաճանի միջև։ Չէ։ Ընտրություն են կատարելու այդ երկու հստակ հեռանկարների միջև։ Եվ սա է, որ պիտի մարդիկ հասկանան եւ քաղաքական ուժերի անգամ եթե դա նրանց ձեռնտու չի, հիմնական խնդիրը պիտի լինի մարդկանց բացատրել իրական ընտրությունը, ինչի եւ ինչի միջև։ Կրկնում եմ, եթե անգամ դա իրենց համար շահեկան չէ։ Ինչեւ այսօր այսքանը կհանդիպենք